Մտքի բնական վիճակը լռությունն է։ Հոգու բնական վիճակը խաղաղությունն է։ Մտքի սկզբնական վիճակը լռությունն է։ Հոգու սկզբնական վիճակը խաղաղությունն է։ Միտքն ինչ է։ Միտքը համակարգ է, որ պետք է ապահովի հոգու խաղաղությունը։ Մեր հոգու համար անհրաժեշտ է խաղաղություն, որը պետք է ապահովի մեր միտքը։ Միտքը ինչպես պետք է ապահովի հոգու խաղաղությունը։ Լռությամբ։ Եվ աղոթքի նպատակն ինչ է, որպեսզի կարողանա միտքը լռեցնել, որպեսզի ապահովի հոգու խաղաղությունը։ Պատկերացրեք մի այդ ժամացույց։ Ժամացույցը համակարգ ունի, չէ՞, նուրբ մասնիկներ կան։ Շատ նուրբ ձևով աշխատում է ժամացույցը։ Եվ որպեսզի ժամացույցը լավ աշխատի, պետք է դու գեղեցիկ այդ համակարգը ստեղծես եւ փակես։ Եվ ժամացույցը սկսում է աշխատել։ Ինչպես ես հասկանում, որ ժամացույցը աշխատում է։ Ձայնից։ Եվ շատ հստակ է ժամացույցի ձայնը։ Թիկ, թակ, թիկ, թակ։ Ուրիշ ձայն չկա։ Եթե օտար ձայն է մտնում ժամացույցի մեջ, աղմուկը ուրեմն լավ չի աշխատում ժամացույցը։ Նույնպես, եթե մենք աղոթում ենք, լռություն պետք է ապահովենք։ Հոգու խաղաղություն պետք է ապահովենք։ Ոչ թե դրսի աշխարհը պետք է բերենք մեր ներսը, այլ մեր հոգու խաղաղությամբ ապահովենք մեր ներաշխարհը։ Դրսում միշտ խռով կա եղել։ Երբեք խաղաղություն չի եղել։ Դեռևս նույնից սկսած ջրհեղեղ է։ Մինչև հիմա դրսում ջրհեղեղ է, ինչպես Մեսրոպ Մաշտոցն է ասում, ծով կենցաղույս հալապաս զիս ալեկոց է։ Այս աշխարհի ծովը միշտ ինձ ալեկոծում է։ Այսինքն մենք դրսի այդ ալեկոծությունը ներս չպետք է բերենք։ Մենք հստակ պիտի սահման դնենք ներսի ու դրսի։ Դրսում միշտ խռով կա, ներսում մենք միշտ պիտի ապահովենք խաղաղություն։ Հիմա մտքի նպատակն ինչ է, շատ կարևոր է, շատ կարևոր է։ Միտքը ինչ գործ պետք է անի։ Մտքի նպատակը իրականում համակարգ հստակ ձևավորել, աղոթքի այդ համակարգը։ Եվ մեր հոգու ժամացույցը լարել ու գցել ընթացքի մեջ։ Գցել այս կապան։ Ոչ մի զգացմունք չպետք է լինի աղոթքի մեջ։ Ոչ մի ճիք ու ջակ չպետք է լինի աղոթքի մեջ։ Արտաքին, արհեստական ճիք ու ջակ չպետք է լինի։ Ճիք ու ջանքը մենք պիտի գործադրենք սկզբում։ Սովորենք աղոթել եւ աղոթելը մեզ կսովորեցնի հոգու խաղաղություն ապահովել։ Այսինքն աղոթքի նպատակն ինչ է։ Լռություն ապահովելն է։ Երբ որ դու մտքի լռություն ես ապահովում աղոթքով եւ դու սովորում ես աղոթքով լռություն ապահովել, հոգիդ ակամայից ընկնում է խաղաղության մեջ։